անգամ եթե ցավի մեջ ես, ցավիդ մեջից երգի նրա մեծությունը։ Եթե ներսումդ արցունքներ կան, արցունքների միջից երգի նրա մեծությունը։ Եթե վախերով լցված է քո սիրտը, վախերի միջից երգի նրա մեծությունը։ Եթե կապանքներ ունես, կապանքների միջից երգի նրա մեծությունը։ Փակուղիների առաջ ես կանգնած, փակուղուդ միջից երգիր նրա մեծությունը։ Հավատա Աստծո մեծությանը, հավատա, որ նա մեծ է, տես քո ներսի աչքերով, քո սրտի աչքերով նրա մեծությունը, տես այն իրականությունը, ինչը որ դու երգում ես, տես այն ճշմարտությունը, ինչը որ դու քո շուրթերից արտասանում ես։ Հալելույա, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք Հայր, շնորհակալ ենք Հայր, փառք ես Տեր, որ մենք հավիտենության մեջ տեսնելու ենք ու երգելու ենք քո մեծությունը, քո մեծության ու քո փառքի մասին Տեր, բայց մենք ուզում ենք երկրի վրա սկսած այստեղից նույնպես տեսնել, երգել, հավատալ ու հռչակել քո մեծությունը։ Հալելույա, 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 շնորհակալ ենք, շնորհակալ ենք, շնորհակալ ենք Հայր։ Փառք ես, շնորհակալ ենք մեր Աստված։ Թող քեզ լինի փառքը, պատիվը ու մեծարանքը։ Հալելույա, հալելույա։ Եվ բոլոր Աստծուն սիրողները թող բարձրացնեն փառաբանություն ու ծափեր նրա մեծության համաձայն, նրա մեծությանը վայել։ Հալելույա։ Չէ, այս ծափերը նրա մեծությանը վայել չէ։ Հալելույա։ Գիտես, մեծամեծներին մի ուրիշ ձև են ծափարում։ Հալելույա։ Hallelujah, 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 hallelujah. Orchester, orchester, orchester. Hallelujah. Փառք Աստծուն։ Այսօր ուզում եմ խոսամ մտքի նորոգությունից։ Մի թեմա, որ սրտումս կար, այս շաբաթվա ընթացքում իրականում մի քանի sense թեմաներ էր, որ մեջս բարձացել էր, չգիտեի որը ընտրեմ, որից խոսամ, բայց ավելի շատ հաղթեց այս թեման։ Մյուսներին կանդրադառնանք հետո, ուրիշ ծառայությունների ժամանակ, բայց կարծում եմ, որ սա շատ կարևոր թեմա է, շատ կարևոր մի բան է, որ մենք կարիք ունենք մեր կյանքերի մեջ ուշադրություն դարձնելու, մենք կարիք ունենք մեր կյանքերի մեջ աճելու, հասունանալու սրա մեջ։ Աստվածաշունչը խոսում է մտքի նորոգությունից։ Իրականում այս թեման շատ լայն է, բազմածավալ է, որտեվ մտքի նորոգությունը մենք կարանք անդրադառնանք տարբեր sense ուղղություններով, մի քարոզի ընթացքում անհնարին է, բայց կփորձենք որոշ չափով հասկանալ դրա կարևորությունը, հասկանալ ինչ պիտի անենք, որպեսզի մեր մտքերը նորոգվի։ Դա process է, դա մի անգամյա ինչ-որ գործողություն չի, դա մի հատ աղոթք չի, դա մի հատ ինչ-որ յուղով օծվել չի, դա process է, որի մեջ որ ես ու դու պիտի լինենք, որոշենք և մեր հոժարությունը նաև ունենանք Աստծո առաջ, Սուրբ Հոգու առաջ, որպեսզի մեր մտքերը նորոգվեն։
Աստվածաշունչը հատկապես նոր կտակարանը շատ խոսում է մտքի նորոգության մասին։ Տեսեք, մարդու միտքը կազմավորվում է, իր մանկությունից սկսած, երբ որ մարդը ծնվում է, երեխա հասակից իր միտքը սկսում է կազմավորվել։ Եվ տարբեր բաներ կան, որոնք որ ազդեցություն են ունենում մարդու մտքի կազմավորման վրա։ Տարբեր բաներ սիրելիներ, ազդեցություն է ունենում ազգը, նախ կախված նրանից այդ մարդը, որ ազգի մեջ է ծնվել, որ երկրի մեջ է ծնվել եւ իր միտքը աճելով, հասունանալով, իր միտքը սկսում է ուրեմն կառուցվել, կազմավորվել ըստ իր ազգի սովորությունների, գաղափարների, մշակույթի, այսինքն ազգությունը ազդեցություն է ունենում մարդու մտքի կազմավորման վրա։ Մշակույթն է ազդեցություն ունենում, ընտանիքն է ազդեցություն ունենում, նայած թե մարդ ինչ ձևի ընտանիքում է ծնվել եւ մեծանում, ընտանիքը ազդեցություն է ունենում մարդու մտքի այդ կազմավորվելու վրա, շրջապատն է ազդեցություն ունենում, ինչ որ առումով շրջապատը նույնպես ուրեմն իր բաժինն է բերում մարդու մտքի կազմավորման վրա, ու այսպես տարբեր բաներ մենք կարանք ասենք, աշխարհի սիստեմը, Աստվածաշունչը խոսում է, մենք քիչ հետո կտեսնենք, աշխարհի սիստեմը նույնպես իր ազդեցությունն է բերում մարդու մտքի այդ կազմավորման վրա, կառուցման վրա, գլոբալ մարդկանց կարծիքն է նույնպես իր ազդեցությունը բերում, մարդիկ մեր միտքը շատ ժամանակ ձևավորվում է ինչ որ մի կերպով, ինչ որ մի ուղղությամբ, որովհետև մարդկանց մեծամասնությունը օրինակ այս ինչ բանը այսպես է կարծում, այսպես է ճիշտ տեսնում եւ մենք էլ այդ գլոբալ, մարդկանց կարծիքի համահունչ մենք էլ ենք սկսում այտենց մտածել։ Իհարկե բաներ կա, որ դա ճիշտ է ու լավ է, բայց երբեմն ամբողջի կամ գլոբալ կարծիքը այդքան էլ ճիշտ չի։ Ամեն դեպքում այս բաները ազդում են մեր մտքի կազմավորման վրա։ Եվ դիվային ուժերը նույնպես ազդում են մարդու մտքի կազմավորման վրա, հատկապես երբ որ մարդը Տիրոջը չի ճանաչում, Աստծո խոսքը չգիտի, վերստին ծնված չի, շատ հեշտությամբ դիվային ուժերը կարողանում են ազդել մարդու միտքը ինչ որ ուղղությամբ կառուցելու, կազմավորելու։ Մենք դա հասկանում ենք, որ տեսեք շատ տարբեր բաներ, որքան բաներ մարդու փոքր հասակից ազդեցություն են թողնում մարդու մտքի կազմավորման վրա։ Եվ մարդը հետո մեծանում է 20, 30 տարեկան, 40 տարեկան է եւ այդ բոլոր ազդեցություններից ներշնչված ունի ինչ որ մի մտածելակերպ իր մեջ։ Եվ այդ մտածելակերպով ինքը սկսում է կառուցել իր կյանքը, կառուցել իր ճանապարհները։ Գիտես, թշնամու սատանայի գերագույն նպատակը սիրելիներ մարդու մտքի մեջ բերդեր կառուցելն է։ Սրա մասին էլ կկարդանք։ Մտքի մեջ բերդեր, ամրոցներ կառուցելն է, այսինքն երբ որ գիտես մի ինչ որ գաղափար է գալիս քո մեջ եւ դու տրվում ես դրան եւ դու հավատում ես, որ դա այդպես է եւ դու հավակնում ես այդ գաղափարին, ու սա դառնում է քո մեջ, քո ներսում դառնում է բերդ, ամրոց, հիմք է դառնում։ Երբեմն դա դու այդքան էլ սրտով համաձայն չես, բայց արդեն դա քո ներսում արմատավորվել է, հիմքավորվել է ու դու չես կարողանում դրան դեմ ինչ որ բան անես, երբեմն էլ հենց դու համաձայն ես դրա հետ, դու ինքդ ուզում ես, դու ինքդ հավանում ես, դու ինքդ ձգտում ես եւ դա դառնում է բերդ քո կյանքի մեջ, ամրոց։ Կկարդանք սրա մասին նույնպես քիչ հետո։ Սատանայի նպատակը սա է, որ ինքը ամրոցներ կառուցի մարդկանց մտքի մեջ, բերդեր կառուցի։ Գիտես, երբ որ իրան հաջողվում է քո մտքի մեջ բերդեր կառուցել, ինքը կարա հանգիստ օդպուսկի գնա, ինքը կարա հանգիստ արձակուրդի գնա, որովհետև այն սիստեմը արդեն, այն բերդը, այն ամրոցը, որ ինքը քո մեջ կառուցել է, այդ սիստեմը արդեն սկսելու է ավտոմատ քո մեջ աշխատել, գործել ու քեզ առաջնորդել։
Գիտես ինքը էլ կարիք չի էլ ունենա ինչ որ ձևով հարցակվի քո վրա, ինչ որ ձևով քեզ ինչ որ բաներ անի, որտեվ քո ներսում արդեն կա մի հատ սխեմա, մի հատ գաղափար, մի հատ մտածելակերպ, ինչ որ մի բանի ուղղությամբ հավատք եւ դա արդեն քեզ քո ներսում գործում է ու իր պտուղները տալիս է քո կյանքում։ Եվ սատանան նույն բանը անում է աշխարհի մեջ, եթե ավելի գլոբալ վերցնենք, ավելի մեծ, սատանան նույն բանը անում է աշխարհի մեջ։ Ինքը կառուցել է գաղափարներ աշխարհի մեջ, սիստեմ, որի մասին որ Պողոսն ասում է՝ մի կերպարանվեք աշխարհի կերպարանքով։ Ո՞րն է այդ աշխարհի կերպարանքը։ Դա այն սիստեմն է, այն մտածելակերպն է, այն գաղափարներն է, որ իրան հաջողվել է այդ բերդերը կառուցել աշխարհի մեջ, հիմնել աշխարհի մեջ, որ դարեց դար սերնդե սերունդ մարդիկ գնում են այտենց։ Եվ արդեն այդ սիստեմն է, որ առաջնորդում է մարդկանց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Երբ որ սատանային հաջողվեց բերդեր կառուցի քո ներսում, նա կարա էլ արխային ժամանակ չծախսի քո վրա։ Այդ սիստեմը արդեն իր ուզած ռեզուլտատը քո կյանքում բերելու է։ Գիտես, երբ որ բոլորս ունենք հեռախոսներ, կոմպյուտերներ, հա, երբեմն որ վիրուս անգնում քո համակարգչի մեջ կամ հեռախոսի մեջ, այդ վիրուսը արդեն սկսում է ինքը իր գործը անել։ Հա, հերիք է որ այդ վիրուսը ընկնի ներսում եւ այդ վիրուսը սկսում է իր գործը անել, դանդաղացնում է համակարգիչը, ինչ որ բաներ ինք իրան ջնջվում են, ինչ որ բաներ ինք իրան մեկ էլ տենաս եկել մտել է համակարգչիդ մեջ, առանց քո ցանկության, առանց քո որոշման, այսինքն այդ վիրուսը արդեն ինչ որ բաներ է անում քո համակարգչի մեջ, քո պրոգրամի այդ ծրագրի մեջ։ Եվ ճիշտ նույն կերպով սատանան բերդեր է, նրա նպատակն է բերդեր կառուցել մեր մտքերի մեջ։ Տեսեք, մարդը դու եւ քո կյանքը քո մտքերի արդյունքն ես։ Ամեն մեկս գլոբալ առումով մենք մեր կյանքը մեր մտքերի արդյունքն ենք։ Երբ որ նայում ես մարդուն, ասում ես, այս մարդը էս ինչ ձևի մարդ է, հա? Դա իր այդ մտքերի ամբողջականությունն է։ Կամ էս ինչ մարդու կյանքը էսպիսին է։ Դա իր մտքերի հետևանքն է, իր մտքերի ամբողջականության այդ հետևանքն է, արդյունքն է։ Մենք եւ մեր կյանքը մեր մտքերի արդյունքն ենք։ Լինի ձախողված, լինի հաջողված, գիտես, մենք մեր մտքերի արդյունքն ենք։ Մի այսպիսի պատմություն կա, չէ, որ շատերը տեսած, լսած կլինեք, որ երկու բիզնեսմեն որոշում են կոշիկ արտահանել Աֆրիկա եւ սկսում են ուսումնասիրել այդ ժողովուրդը, երկիրը, եւ նրանցից մեկը ասում է, գիտես, իմաստ չունի այնտեղ կոշիկ ուղարկել, որովհետեւ նրանք սովորություն չունեն կոշիկ հագնելու, նրանք բոլորը ոտաբոբիկ են ման գալիս։ Այս մյուսը ասում է, չէ, ասում է, կակրաս իմաստ ունի, որովհետեւ այնտեղ ոչ մեկ կոշիկ չունի, էսի բարգավաճող ու ծաղկող բիզնես է մեր համար։ Հասկանում եք, հաջողված ու ձախողված կյանքերը հաճախակի մեր մտքերի հետևանքներն են։ Նայած թե ինչ ձև ենք մենք մտածում, ինչ բերդեր կա կառուցված մեր մտքերի մեջ։ Գիտեք Թոմաս Էդիսոնը, որ ստեղծեց այս լամպուչկեն, հայերեն ոնց է։ Լամպը, որ ստեղծեց, մի քանի 100 անգամներ, հիմա կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց մոտավորապես համարյա 1000 անգամ ինքը ձախողվեց։
ինքը տարբեր փորձարկումներ արեց, ձախողվեց, բայց ինքը չհանձնվեց, ինքը չհուսահատվեց, ինքը դեպրեսիայի մեջ չընկավ, այլ ինքը շարունակեց դա անել, մինչև որ իր մոտ դա ստացվեց։ Մինչև որ ինքը հասավ հաջողության, որովհետև իր մտքի մեջ կար հաղթական մտածելակերպ։ Իր մտքի մեջ չկար պարտության ամրոցներ, դեպրեսիայի ամրոցներ, հուսահատության ամրոցներ, չթողեց, որպիսի իրավիճակը կամ փաստը իր ներսում դա կառուցի։ Եկեք բացենք մի տեղ, բոլորիս շատ հայտնի Հռոմեացիս 12 գլուխ, երկրորդ խոսքը, որտեղ որ Պողոսը խոսում է Առաջինից կարանք կարդանք, որտեղ որ խոսվում է մտքի նորոգության մասին։ Արդ աղաչում եմ ձեզ եղբայրներ, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարագ, որն էլ ձեր բանավոր պաշտոնը, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին ու կատարյալը, որպիսի դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին ու կատարյալը։ Ֆրանսերեն մի թարգմանություն կա, կուզեմ հիմա հայերենով sense թարգմանեմ, ասում է, որ ասում է հարմարվեք այս աշխարհի սովորություններին, այլ թույլ տվեք Աստծուն, որ ձեր միտքը վերափոխի, տրանսֆորմացիա անի ձեր միտքը եւ ձեր հասկացողություն եւ ձեզ նոր մտածելակերպ կամ նոր հասկացողություն տա։ Մի ասում է թույլ տվեք կամ մի հարմարվեք այս աշխարհի սովորություններին։ Գիտեք, որ մարդը, ցանկացած մարդ, միջինում ամեն մեկս միջինում ունենում ենք օրական 60,000 միտք։ Զարմացրեց, չէ՞ դա շատերիս։ Միջինում 60 անգամ 60-ից 80,000 միտք է մարդու ուղեղով անցնում օրական։ Այսինքն մենք հասկանում ենք, որ մարդը ինքը սենց մտքերի մի հատ աղբյուր է, մտքեր արտադրող մի հատ ինչ-որ մեխանիզմ է, հա, եւ երբ որ դու հասկանում ես, որ օրական 60,000 միտք է քո ներսով անցնում, քո մտքով անցնում, 60,000 բանի մասին դու կարող ես մտածել օրական, դու հասկանում ես ինչքան կարևոր է, որպեսզի քո մտքերի աղբյուրը ճիշտ լինի, որ դու քո մտքերը ընդունես ճիշտ աղբյուրից, հա, որովհետև գիտես, եթե դու օրական 60,000 միտք ընդունես սխալ աղբյուրից, կարճ ժամանակ հետո, սիրելիս, մեր ներսում քաոս կլինի, մեր ներսում խավար կլինի, մեր ներսում, գիտես, մեր կյանքը ընդհանրապես կփչանա, կքայքայվի, եթե օրական այդքան միտք դու ընդունես սխալ աղբյուրից։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի քո աղբյուրը, իմ ու քո աղբյուրը ճիշտ լինի։ Տեսեք, մենք գիտենք, որ Աստծո թագավորության մեջ շատ կանոններ ու շատ արժեքներ խիստ տարբեր են այս աշխարհի կանոններից ու արժեքներից։ Ինչը որ մենք կարդացինք, Պողոսն ասում է՝ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, սովորություններով, սիստեմով, մտածելակերպով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ։ Ինչի համար մենք պիտի նորոգվենք։ Երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ մարդը վերստին ծնվում է, Քրիստոսին ընդունում է, նրա հոգին փրկվում է Աստծո շնորհքով։ Երբ որ մենք գալիս ենք Աստծուն եւ գիտես Քրիստոսին ընդունում ենք, բացում ենք մեր սիրտը, Աստծո փրկությունը եւ Տիրոջ շնորհքը գալիս է մեր կյանքերի մեջ, որպես պարգև, որպես նվեր։ Բայց դրանից հետո, գիտես, մեր միտքը կարիք ունի նորոգվելու, թարմացվելու,
տրանսֆորմացիա լինելու։ Հա, սա շատ կարևոր է։ Տեսեք, մենք կարող ենք փրկված լինել, բայց ունենալ անառողջ միտք, անառողջ մտածելակերպ, որը որ շատ վնասներ կարա բերի մեր փրկված կյանքի մեջ, որը որ կարա նույնպես մեզ հեռացնի փրկության ճանապարհից։ Ի վերջո, դրա համար բացի փրկվելուց, սիրելիներ, կարիք կա, որպեսզի մեր միտքը նորոգվի, թարմացվի, որպեսզի մենք սկսենք վարժեցնել մեր միտքը մտածելու Աստծո թագավորության սկզբունքներով։ Եվ որքան որ մենք սկսում ենք մոտենալ Աստծուն, մենք հասկանում ենք, որ Աստծո թագավորության սկզբունքները խիստ տարբեր են այս աշխարհի սկզբունքներից։ Ամեն։ Եվ հազարավոր բաներ կա, որոնք գիտես շատ ուժեղ ձևով տարբերվում են։ Ուղղակի մենք ժամանակ չունենք անդրադառնալու ինչ-որ հարցերին, բայց այստեղ ես գիտեմ, որ Աստվածաշունչ կարդացող մարդիկ կան, Աստծո խոսքը ճանաչող մարդիկ կան, եւ մենք հասկանում ենք, որ որքան որ դու մոտենում ես Աստծուն, որքան որ դու խորանում ես նրա խոսքի մեջ, որքան որ դու բացում ես քո էությունը նրան, նրա ձայնին, նրա խոսքին, դու հասկանում ես, որ Աստծո սիրտը, Աստծո միտքը, Աստծո սկզբունքները, ստանդարտները, կանոնները լրիվ տարբեր են այս աշխարհի սկզբունքներից։ Եվ դրա համար Պողոս առաքյալն ասում է, որ նորոգվեք ձեր մտքի մեջ։ Եվ Պողոսը սա գրում է հավատացյալներին։ Պողոսը սա գրում է Քրիստոսին ընդունած մարդկանց։ Ամեն։ Դրա համար բավական չի Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ ընդունելը, բավական չի եկեղեցի գալը, բավական չի ինչ-որ բաներ անելը, դու եթե ուզում ես պտղաբեր կյանք, եթե ուզում ես հաղթական կյանք, հա, եթե ուզում ես մտածես Աստծո սրտի համեմատ, մենք քիչ առաջ երգում էինք այս բառերը, դուր ինձ հասկանալ Տեր քո փափագը, հա, եթե ուզում ես հասկանալ Աստծո կամքը, որտեվ շարունակության մեջ Պողոսը խոսում է Աստծո կամքի մասին, ասում է, որպիսի իմանաք ու ճանաչեք, թե որն է Աստծո կամքը։ Սրան մի քիչ հետո կանրադառնամ։ Տեսեք, ինչ է տեղի ունենում, երբ որ հավատացյալը չի աշխատում իր մտքի փոփոխության վրա, իր մտքի նորոգության վրա։ Երբ որ մարդ ապաշխարում է, բայց միտքը դեռ աշխարհիկ է, միտքը դեռ իր հին սովորությունների մեջ է, միտքը դեռ իր հին սխալ ազդեցությունների տակ է, այսինքն իր միտքը, այդ մեխանիզմը աշխատում է հələ սխալ աղբյուրների հրահանգներով, սխալ աղբյուրների ազդեցության տակ, բայց ինքը Քրիստոսին հավատում է, ինքը Աստծուն սիրում է, ինքը եկեղեցու մեջ է, միգուցե արդեն երկարել ժամանակ։ Երբ որ հավատացյալը չի աշխատում իր մտքի փոփոխության, իր մտքի նորոգության վրա, սիրելիս, ուշ թե շուտ հավատքի կյանքը դառնում է իր համար ծանր բեռ։ Լսել եք մարդիկ, որ ասում են հոգևորները, ասում են դժվար է, հոգևոր կյանքը դժվար է, բարդ է, ծանր է, մեկ ընենց խոսում են, սենց ասում ես տնաշեն, գնա աշխարհ գոնե հանգիստ ապրի, ես տանջում քեզ։ Որտեղից ենք վերցրել, որ դժվար է, երբ որ Հիսուսն ասում է իմ լուծը քաղցր է ու իմ բեռը թեթև է։ Դժվար է այն ժամանակ, երբ որ դու հին միտքդ բերում ես Աստծո թագավորության մեջ եւ ուզում ես հին մտքով ապրել հոգևոր կյանքով։ Դժվար է, երբ որ նոր հանդերձը վերցնում ես ու ուզում ես քո հին շորին կարել։ Դժվար է, երբ որ նոր գինին գալիս է ու ուզում ես դու հին տիկ մնալ ու նոր գինին լցնել քո հին տիկի մեջ։ Աստծո կամքը վերցնել ընդունել քո հին մտածելակերպով։
Այո, ուշ թե շուտ գալիս է մի պահ, որ հոգևոր կյանքը դառնում է քո համար ծանր բեռ, դժվարություն, տառապանք, Տեր իմ Աստված, ես ինչ բերիր իմ գլխին։ Հիսուսն ասում է իմ բեռը քաղցր է, իմ լուծը թեթև է։ Այն լուծը, որ Տերը մեր վրա դրել է, դա թեթև է, դա քաղցր է, դա հաճելի է, սիրելիս։ Նորոգված մտածելակերպի մեջ հոգևոր կյանքը հաճույք է դառնում քո համար։ Հոգևոր կյանքը հավես է դառնում, հոգևոր կյանքը ուրախություն է դառնում քո համար։ Ոչ թե մի հատ ծանր սենց բեռ։ Գիտես, երկու տարբերակ կա, կամ ծանր բեռ է դառնում ու օրերից մի օր հոգնում է այս մարդու, ասում այ մարդ արի գնամ հանգիստ ապրեմ, հա, ու գնում է նորից իր հին կյանքին, իր հին սովորություններին, իր հին գործերին, որովհետև գայթակղվում է այն ծանր ու հա, այդ դառը բեռից, որ Աստված իրան տվել է։ Հիշում եք, Հիսուսը երբեմն խոսքեր էր խոսում ու որոշ մարդիկ ասում է գայթակղվեցին ու հեռացան նրանից, ասցին շատ դժվար բաներ ես խոսում։ Աշակերտները հետո եկան, ասեցին Հիսուսին։ Գիտես, որոշ մարդիկ հեռացան քեզնից, մտածեցին, որ դժվար ու բարդ ծանր բաներ ես խոսում։ Այո, երբ որ միտքդ նորոգված չի, գալիս է մի բահ, որ գայթակղվում ես ու այդ բեռի ծանրության էլ չես դիմանում ու հետ ես վերադառնում քո հին ապրելակերպին, քո հին սովորություններին, քո հին մեղքերին ու քո հին գործերին։ Կամ էլ երկրորդ տարբերակը, երբ որ միտքդ նորոգված չի լինում, երբ որ աշխատանք չես տանում մտքիդ վրա, գիտես, վերցնում ես քո վրա կրոնավորության ու կեղծավորության դիմակը, որտեղ ուրիշ տարբերակ չունես։ Մտնում ես դերի մեջ եւ վերցնում ես քո վրա կրոնավորության ու կեղծավորության դիմակը։ Մտքով, սրտով, ամեն ինչով ուրիշ տեղ ես, բայց եկեղեցում դու պետքա հոգևոր կերպար, հոգևոր տեսք ունենաս։ Գիտես, սա երկրորդ տարբերակն է, երբ որ միտքդ նորոգված չի։ Դու պետքա հոգևոր կերպար ցույց տաս, որպեսզի չտարբերվես ինչ-որ մեկից։ Դու պետքա հոգևոր բառապաշար օգտագործես, որ չտարբերվես։ Դու պետքա փառաբանության վաղ ձեռքերդ բարձրացնես, որտեվ մի քանի հոգի տենց են արել։ Սա երկրորդ տարբերակն է, բայց երկուսն էլ սիրելիներ ունայն է, երկուսն էլ Աստծուց չի, երկուսն էլ Աստծո սրտով չի, երկուսն էլ Աստծո պատրաստածը չի։ Ամեն, երբ որ մենք գալիս ենք Աստծուն, պետքա նույնպես մեր միտքը նորոգվի, մենք պետքա աշխատանք տանենք, որպիսի մեր միտքը նորոգվի, որտեվ ուշ թե շուտ չես կար, ասում է նոր հանդերձը հին հանդերձին եթե կարես, կճղի, կպատրի, քեզ վնաս կտա։ Նոր գինին հին տիկերը կպայթեցնի, կվնասվես, սիրելիս։ Չես կարողանա վայելել այն օրհնությունները, այն ծրագրերը, այն խորհուրդները, այն ինչ որ Աստված պատրաստել է քո համար, այն լիարժեք ուրախությունը, ես եկա որ ուրախություն ունենաք, ես եկա որ կյանք ունենաք ու ավելիով։ Դու գիտես, մտնում ես ինչ-որ մի թագավորության մեջ, բայց այդ ամեն ինչը չես տեսնում, որովհետև միտքը չես ուզում նորոգես։ Որովհետև ռեալ չես ուզում ինչ-որ բան անես, որ քո միտքը փոխվի, և դու սկսես մտածել Աստծո թագավորության ստանդարտներով։ Շարունակության մեջ մենք կարդացինք, նորոգվեք ձեր մտքով, մի կերպանվեք աշխարհի կերպարանքով, նորոգվեք ձեր մտքով, որպեսզի ճանաչեք Աստծո կամքը բարին, հաճելին, կատարյալը։ Հետաքրքիր է, որ մտքի նորոգությունը ու Աստծո կամքը ճանաչելը Աստվածաշունչը կապում է իրար։ Ինչ որ մի ուժեղ կապ կա այս երկու բանի մեջ, Աստծո կամքը եւ նորոգված միտքը։
Շատ ժամանակ մենք ուզում ենք Աստծո կամքը ճանաչել, բայց չենք ուզում մեր մտքերը նորոգել։ Ուզում ենք Աստծո ուզածը իմանալ, բայց Աստծո ստանդարտներով չապրել։ Նորոգված միտքը մեզ օգնում է Աստծո կամքը ճանաչել։ Առանց մտքի նորոգության անհնարին է Աստծո կամքը ճանաչես։ Անհնարին է Աստծո ճանապարհները ու Աստծո ծրագրերը ճանաչես քո կյանքի մեջ սիրելիս։ Գիտես ինչա տեղի ունենում։ Երբ որ միտքդ նորոգված չի, սխալ ցանկացած աղբյուրներ կարող են ներսից քեզ խաբել։ Երբ որ դու ուզում ես Աստծո կամքը ճանաչես, բայց միտքդ նորոգված չի, ցանկացած ձայն քո ներսից կարա քեզ խաբի։ Գիտես, ես ասացի շատ լայն ասա եւ մենք բոլոր ասպեկտներին չենք կարող անդրադառնանք, բայց չնորոգված միտքը մի քանի սենց օրինակներ կարանք հիմա բերենք, որպեսզի հասկանանք ինչ բերթեր կարա մեր մեջ կառուցի։ Չնորոգված միտքը կարա մերժվածություն մեր մեջ կառուցի։ Հա, բերթ ամրոց, որ քո մեջ կառուցվում է, որ դու մերժված ես, որ մարդիկ քեզ չեն սիրում, մարդիկ քեզ չեն ընդունում, մարդիկ քեզնով չեն հետաքրքրվում եւ բերթ ասա ամրոց է, որ կառուցվում է քո մեջ։ Եվ դու սկսում ես դա ընդունել, վերցնել, հավատալ դրան ու սկսում ես այտենց ապրել, մերժվածության մեջ լինելով, անարժանության բերթերն ու ամրոցները։ Ամեն ինչի մեջ դու քեզ անարժան ես տենում։ Անկամ երբ որ Աստված քեզ օրհնում է, դու դրան մեջ չել ես քեզ անարժան տեսնում։ Անհաջողակ լինելու բերթերն ու ամրոցները, որ դու քո մեջ այտենց կարծիք ունես քո մասին, որ դու անհաջողակ ես, որ դու ինչ անես չի հաջողվելու։ Ինչին ձեռդ կպնես, կպնի չորանալու է, որտեղ դնես չորանալու է։ Ու հետո ասում էի, չէ, որ ես էսի անելու եմ ու չի ստացվելու։ Անհաջողակ լինելու բերթերը, ամրոցները, որ երբեմն թույլ ենք տալիս մեր մեջ լինելու, վախերը, տարբեր տեսակի տարատեսակ վախեր, ամրոցներ ու բերթեր, որ մեր մեջ կարանք թույլ տանք թշնամին կառուցի, տարբեր բաներից։ Տարբեր բաներից վախեր, գիտես, հազարավոր վախեր կարող են լինել մեր մեջ, բերթեր տարբեր։ Անհավատության ամրոցները, գիտես, կարող ենք լինել հավատացյալ անհավատներ։ Դու հավատացյալ ես, բայց կա իրավիճակներ քո կյանքում գալիս է, որ դու պետք է հավատք դրսևորես այդտե, որ դու պետք է հավատքով անցնես, հավատքով հաղթահարես, հավատքով անտեսանելի բաները տեսնես, հավատքով չերևացող բաները ընդունես, բայց գիտես անհավատության բերթեր կա քո ներսում, որովհետև միգուցե այս մեկի կյանքում չի ստացվել, այն մեկի կյանքում չի ստացվել, կամ քո կյանքում մի ամիս առաջ, մի տարի առաջ չի ստացվել եւ հերթական անգամ, գիտես, դու քո մեջ ասում ես մեկա չի լինելու։ Անհավատության բերթերը։ Ինքնադատապարտության բերթերը։ Հա, երբեմն ինքնադատապարտության բերթեր կարող ենք ունենալ մեր ներսում։ Ամեն ինչի մեջ դու քեզ ինքնադատապարտում ես, ինքնախարազանում ես, ամեն ինչի մեջ դու քեզ մեղավոր ես զգում, մեղավոր ես տեսնում։ Սա նույնպես բերթեր է, որից որ Աստված ուզում է մեզ ազատագրի։ Ամեն։ Կգաս Լիաննա ջան։ Նույնպես սրա հակառակը կա ինքնաարդարացման բերթերը։ Գիտես, երբեմն սենց բերթեր էլ կարող են լինել մեր մեջ, ինքնաարդարացման, որ մարդը ամեն բանի մեջ սիրում ինքը իրան արդարացնում է, երբեք իրա սխալը չի տեսնում, երբեք իրա մեղքը չի տեսնում, երբեք իրա բաց թողումը չի տեսնում, ինչ ասես ում հետ խոսա, ինքը տակից դուրս է գալի։ Անկամ Աստված եւ Սուրբ Հոգին խոսում է իր հետ, ինքը էլի
ինքը իրան արդարացնում է։ Հիշում եք Սավուղը, մարգարեն եկավ եւ հանդիմանում էր, սա է սարե, սա է սարե, եւ ինքը սկսեց իրան արդարացնել, ժողովուրդը սենց արին, այդ գառների ամենալավերից բերեցինք եւ այլ, սկսեց իրան արդարացնել։ Բայց երբ որ Աստված եկավ Դավիթին խոսած, Դավիթը ընկավ երեսի վրա Աստծո առաջ եւ սկսեց ապաշխարել եւ սկսեց ընդունել ինքնաարդարացման բերդերը։ Հա ինչ որ բաներ անում ես ու ասում ես դե մեկը այս մեկն էլ անում, մեկը այն մեկն էլ անում։ Ես էլ եմ անում ինքնաարդարացման բերդ, որից որ նույնպես կարիք ունենք ազատագրվելու, Աստված ուզում է ազատագրի, Աստված ուզում է արմատախիլ անի, Աստված ուզում է նորոգություն բերի, բարկության բերդերը կարան լինեն, ամեն մի ստից բանից բորբոքվում ես, բարկանում ես, չես կարում տիրապետես, չես կարում վերահսկես, բարկության բերդեր, հպարտության բերդեր, նույնպես, հա, հպարտության բերդեր կա, որ երբեմն թշնամին կառուցում է մեր մեջ, գոռոզության, հպարտության, ես ամեն ինչին վերևից նայելու, բոլորին մարդկանց վերևից նայելու, հպարտության բերդեր, պղծության բերդեր, երբ որ մարդու միտքը սկսում է սխալ բաների վրա աշխատել, ծուլության բերդեր, գիտեք, ծուլության բերդեր կարող ենք ունենալ, դու գիտես, որ ինչ-որ բաներ պետք է անես, կամ Աստված քեզ ասում է ինչ-որ բաներ անելու, դու գիտես, որ տնային խմբակ պիտի գաս, աղոթքի պիտի գաս, բայց գործից գալիս ես այդ ներսիդ այդ ծուլության բերդը քեզ ասում է նստի էլի մի հատ դիվանին պարկի էլի մի հատ լավ մի հատ էլ կինո միացրա, մի հատ հումորային մի բան միացրա, թուլացի, հանգստացի, ծուլության բերդերը, նախանձի բերդերը, տրտունջի բերդերը, գիտեք, սրանք բոլորը բերդեր են, որ երբեմն մեր մեջ կառուցվում են, տրտունջի բերդեր, ամեն ժամանակ տրտնջում ես, ամեն ժամանակ բողոքում ես, ինչ լավ բան էլ լինի, մի հատ բացասական բան ես տենում դրա մեջ, նախանձի բերդերը, հանգարց ինչ որ մեկը քեզանից մի քիչ ավելի շատ է օրհնվում, միանգամից մեջդ մի բան արթնանում, միանգամից հանգիստդ կորցնում ես, նախանձի բերդերը, այս բոլոր բաները բերդեր են սիրելիներ, որոնցից մենք կարիք ունենք ազատագրվելու, մտքի նորոգության կարիք ունենք, ամեն, ինչ է նշանակում մտքի նորոգություն, մտքի նորոգություն նշանակում է նայել կամ տեսնել ինքդ քեզ այնպես, ինչպես Աստված է քեզ տեսնում։ Երբ որ դու հասնում ես այդ մակարդակի, որ կարող ես դու ինքդ քեզ տեսնել այնպես, ինչպես Աստված է քեզ տեսնում, քո միտքը նորոգված է։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ոչ ավել, ոչ էլ պակաս։ Տես ինքդ քեզ, ինչպես Աստված է քեզ տեսնում։ Իդես լինում է, չէ, դեպքեր լինում է, երբ որ շփվում ես ինչ-որ եղբոր հետ, հավատացյալի հետ, չէ, մեր եկեղեցում մասին չեմ խոսում, ընդհանուր։ Հիսուսին ընդունելը, հավատումը, դաժե ինչ-որ ժամանակ է, շփվում ես, տեսնում ես հին մտածելակերպն է հլը, հին մտածելակերպը, Քրիստոսի մեջ է, բայց հլը ապերո բլո վիճակ է մոտը, օրինակ, մյուս տարբերակն էլ Քրիստոսի մեջ է ու սենց գլուխը կախ, սենց խոնարհությամբ, ինչ-որ իրան ցածրացնելով, չափազանցնելով, ինչ-որ բաներ
հա, էսել են մի տար ծայրահեղությունն է։ Տես ինքդ քեզ, ինչպես որ Աստված քեզ տեսնում է։ Եվ մտքի նորոգությունը նույնպես տեսնել իրավիճակները եւ կյանքը այնպես, ինչպես որ Աստված է տեսնում։ Սա նշանակում է մտքի նորոգություն։ Երբ որ դու ինքդ քեզ կարող ես տեսնել Աստծո տեսածի պես եւ կարող ես տեսնել կյանքի բոլոր հարցերին նայել Աստծո տեսածի պես, սա նշանակում է, որ քո միտքը նորոգված է։ Հիմա եկեք մի քանի րոպե ես ունեմ դեռ, եկեք խոսանք ինչպես դրան հասնել, մի քանի բանալիներ, գիտես, ընդհանրապես ես սիրում եմ, երբ որ մի բանի մասին խոսում ենք, ես սիրում եմ քարոզներ, թե լսել, թե նույնպես քարոզել։ Երբ որ մի բանի մասին խոսում ենք, 10 բանալիները, լսես բանալիները, ելքի միջոցը։ Գիտես, երբեմն քարոզներ կա, քեզ բացատրում են, որն է լավ, որն է վատ, որը որ դու արդեն գիտես, բայց ի վերջո չեն տալիս քեզ ելքի միջոցը։ Ոնց դուրս գաս։ Հա, բարի ու չարի գիտությունը բոլորս ունենք, բայց ոնց դուրս գամ այդտեղից։ Ոնց ազատվեմ այդտեղից, ոնց փոխվեմ այդ վիճակից։ Մի քանի տեղեր եկեք նայենք։ Երկրորդ Կորինթացիս 14-ը։ Երկրորդ Կորինթացիս 10-րդ գլուխ։ Չորրորդ խոսքից։ Որովհետև մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծով զորավոր, բերդեր քանդելու, խորհուրդներ ենք քանդում, եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Կարաս ասես ամեն այս խոսքին։ Հալելույա։ Հալելույա։ Պողոս առաքյալն ասում է, որ մենք ունենք զորավոր զենքեր կռվելու, զինվորություն անելու, ամեն բերդերը քանդելու։ Գիտես, առաջին հերթին ոչ թե քո քրոջ կամ քո եղբոր կյանքի բերդերը, առաջին հերթին քո բերդերը։ Աստված այդ զենքը տվել է քո կյանքի համար, քո կյանքի մեջ պատերազմես ու օգտագործես։ Բերդեր քանդելու, խորհուրդներ քանդելու, բերդեր քանդելու, ամեն բարձրություն, ամեն միտք, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, այսինքն ամեն միտք, որ հակառակված է քո մեջ Աստծո մտքին, Քրիստոսի մտքին, մենք Պողոսն ասում է դու ունես զենք գերի վերցնելու դա, կապելու, ձերբակալելու այդ մտքերը եւ քանդելու այդ ամեն ինչը քո կյանքի մեջ։ Առաջին հերթին շատ կարևոր է Սուրբ Հոգուն խնդրել, որպեսզի մեզ ցույց տա մեր մտքի բերդերը։ Երբեմն մենք կարող ենք բերդեր ունենալ, բայց չգիտակցել, ուշադրություն չդարձնել, մատերի արանքով նայել, սովորական որպես նայել, բայց իրականում դրանք բերդեր են, որ քո կյանքի մեջ արկա են, ներկա են ու դու դրանց հետ ապրում ես, դու դրանք քաշ ես տալի քո հետ, տարիների ճանապարհ ես գնում այդ բերդերը քո մեջ կրելով։ Դրա համար առաջին հերթին կարևոր է, որպեսզի մենք խնդրենք Սուրբ Հոգուն ամեն մեկից ցույց տալու, բացահայտելու այն բերդերը, որոնք որ մեր մեջ ունենք, մեր ներսում ունենք։ Եվ այնուհետև, երբ որ Սուրբ Հոգին ցույց է տալիս ու բացահայտում է, որպեսզի մենք ընդունենք, համաձայնվենք եւ սկսենք հակառակվել, սկսենք քանդել, որովհետեւ մենք ունենք այդ զենքերը։ Ինձ հետ եք ժողովուրդ։ Ամեն մի քանի րոպե եւ ավարտում ենք, գիտեմ որ քո ստամոքսը երևի հիմա ասում է քո միտքը տարել է այն տանը ֆուրի մեջ դրած խորոված մսին, որ պիտի գնաս վայելես, բայց
Արի Սուրբ Հոգուն թող քո միտքը մի քանի րոպե պահի խոսքի վրա, ամեն։ Հալելույա։ Մտքի նորոգությունը, տեսեք, լիարժեք երևում է ոչ թե եկեղեցում, ոչ թե ծառայության ժամանակ, գիտես, ստեղ հիմա նստած ենք, բոլորս դուք հանգիստ նստած եք եւ ոչ մեկ ոչ ոքի չի կարա ասի ում միտքը նորոգված է, ում միտքը չէ, ես ոչ ոքի չեմ կարա ասեմ, հա, այսպես նայելով ձեզ ձեր դեմքերին, որտեվ բոլորդ շատ լավ, հավես, աստվածապաշտ, գեղեցիկ դեմքեր ունեք, բայց գիտես, մտքի նորոգությունը եկեղեցում չի, որ երևում է, մտքի նորոգությունը երևում է մեր առօրյա կյանքում, թե ինչքանով է մեր միտքը նորոգված, դա երևում է մեր առօրյա կյանքում, դա երևում է մեր տան մեջ, մեր ընտանիքներում, դա երևում է մեր փոխհարաբերությունների մեջ, մեր խոսակցությունների մեջ, դա երևում է տարբեր իրավիճակների մեջ, որոնց մեջ որ դու հայտնվում ես, եւ այս բոլոր բնագավառներում, թե ոնց ես դու ապրում, ոնց ես դու քեզ պահում, ոնց ես դու խոսում, ոնց ես վարվում, այս սա է ցույց տալիս, թե արդյոք քո միտքը նորոգված է, թե ոչ։ Մի ուրիշ կարևոր բան եմ ուզում ասեմ, առանց անձնուրացության մտքի նորոգությունը անհնարին է, սիրելիս։ Առանց անձնուրացության մտքի նորոգությունը անհնարին է։ Հիսուսն ասեց, եթե մեկը կամենում է ինձ հետևել, թող իր անձը ուրանա եւ իմ հետևից գա։ Ինչ է նշանակում Հիսուսի հետևից գալ, սա չի, որ Հիսուսը ֆիզիկապես մի մետր քո արջևից քայլում է, դու էլ տեսնում ես ոնց է գնում, չէ, Հիսուս երբ որ ասում էր իմ հետևից գա, ինձ հետևի, այսինքն այն գաղափարը, այն ուսմունքը, այն ապրելակերպը, այն ամենը ինչ որ ես կրում եմ, եթե մեկը ուզում է մտնի սրա մեջ, եթե մեկը ուզում է այս ամենը իր կյանքի մեջ լինի ու գործի, նա պետք է իր անձը ուրանա։ Առանց անձնուրացության մտքի նորոգություն, փոփոխություն չի կարա տեղի ունենալ, որովհետև քանի դեռ մեր անձը չեն կարողանում ուրանալ, Քրիստոսի միտքը կռվելու է մեր արժեքների, մեր սկզբունքների, մեր պրինցիպների հետ, հասկանում եք։ Երբ որ գալիս է իրավիճակ եւ դու պետքա վարվես Քրիստոսի նման, խոսաս, մտածես Քրիստոսի նման, բայց քո պրինցիպները այնքան բարձր են, քո սկզբունքները այնքան բարձր են, քո սեփական անձնական արժեքները այնքան բարձր են, որ դու չես կարողանա ասում ես կներես Հիսուս, բայց ես ստեղ չեմ կարա թույլ տամ, որ սենց վարվեմ կամ նենց վարվեմ կամ իմ հետ սենց վարվեն կամ ես ստեղ չեմ կարա քո նման վարվեմ, քո նման լինեմ։ Եվ տեսնում ենք ստեղից, որ առանց անձնուրացության Քրիստոսին հետևելը անհնարին է, սիրելիս։ Հենց այդ ժամանակը, որ դա դառնում է բեռ մեր համար, ծանրություն, որովհետև դու հավաքել ես քո ամբողջ կյանքի այն կառուցված քո մեջ բաները ու դրանցով ուզում ես հետևես Հիսուսին։ Մտքի նորոգության համար դու պետք է թողնես քո սկզբունքները եւ որդեգրես Աստծո արքայության սկզբունքները։ Վերցնես Աստծո արքայության սկզբունքները։ Ուզում ես միտքդ նորոգվի, անձդ ուրացի։ Հրաժեշտ դու քո բոլոր այն սկզբունքներին, մտածելակերպին ու գաղափարներին, որոնք որ Աստծո սրտից չի, Աստծուց չի բխում, Աստծուն չի փառավորում, հրաժեշտ դու, ամեն միտք, որ գոռոզացած է, մենք գերի ենք վերցնում, ամեն, մենք կապում ենք, եւ դու ունես այդ զենքը, եւ դու ունես այդ իշխանությունը, եւ դու ունես այդ օծությունը Տիրոջից, կապելու, ձերբակալելու ամեն միտք քո մեջ, որ Աստծուց չի բխում։ Եկեք մի ուրիշ տեղ։ Փիլիպեցիս 4:8 Փիլիպեցիս 4 4
4:8 Այսուհետև եղբայրք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է եւ թե գովություն է, այն մտածեք։ Հենց այն, որ սովորեցիք եւ ընդունեցիք եւ լսեցիք եւ ինձանում տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Աստծո խոսքը ասում է մտածեք այն ինչ որ բարի է, հա, ուստեղ մի երկար այսպիսի շարան է ասում։ Այն ինչ որ գեղեցիկ է, այն ինչ որ արդար է, ինչ որ պարկեշտ է, ինչ որ բարի է, այդ բաները մտածեք։ Եվ հիմա այստեղից հարց, երբ դու կարաս այդ ձև մտածես, այդ բաները մտածես, երբ որ դու սնվում ես ճիշտ աղբյուրից։ Հիսուսն ասում էր զգուշ եղեք, թե ինչ եք լսում։ Եվ Պողոս առաքյալը, եթե ուշադիր եղաք, շարունակության մեջ ասում է այն ինչ որ սովորեցիք, ընդունեցիք եւ լսեցիք։ Գիտես դու կարաս ճիշտ բաներ մտածես, երբ որ ճիշտ բաներ լսում ես։ Դու մտածում ես այն, ինչ որ լսում ես։ Դու մտածում ես այն, ինչ որ քո միտքը թողնում ես ընկնի։ Հասկանում ես։ Երբ որ դու սխալ բաներ ես թողնում քո միտքը ընկնի, երբ որ քո միտքը բացում ես սխալ բաների, սխալ արժեքների, սխալ գաղափարների, սխալ մտքերի, դու չես կարա մտածես արդար բաներ, սուրբ բաներ, գեղեցիկ բաներ, չգիտեմ, բարի բաներ։ Այն ինչ որ ընկնում է քո ներսը, ինքը սկսում է process-ի մեջ մտնել քո ներսում։ Այն սերմը, որ ընկնում է հողի մեջ, ինքը սկսում է արդեն իր աճելու process-ը, պտուղ տալու process-ը, եւ այն ինչ որ ընկնում է իմ ու քո մտքի մեջ, դա էլ սկսում է աճել։ Դրա համար Հիսուսն ասում էր. ուշադիր եղեք, թե ինչ եք լսում։ Ուշադիր եղեք, թե ինչ եք տեսնում։ Հովանեսը հայտնության մեջ ասում է, ով որ ականջ ունի, թող լսի, ինչ որ հոգին ասում է։ Երբ որ դու ականջդ բացում ես հոգուն, երբ որ դու ականջդ բացում ես ճիշտ բաներին, բարի բաներին, արդար բաներին, դա էլ քո մտքերի մեջ սկսելու է պտտվել, դա էլ քո ներսում սկսելու է բարձրանալ, դրա մասին էլ դու սկսելու ես մտածել։ Ամեն։ Ուշադրություն դարձրու, ինչ ես լսում, ինչ ես կարդում, ինչ ես նայում, ում հետ ես ընկերություն անում, ի վերջո։ Դա էլ ազդելու է քո մտքի վրա։ Ում հետ ես ընկերություն անում, հա? Երբ որ դու առավոտից իրիկուն ամբողջ շաբաթ, գիտես, լսում ես սխալ բաներ, լսում ես աշխարհի լուրերը, թեկուզ չեմ ասում վատ բանա, բայց գիտես, երբ որ աշխարհի լուրերը լսում ես, փորձի մի ժամ միացնել ու լսել, կտենաս ինչ դեպրեսիա է գալիս քո մեջ, կտենաս ինչքան վախեր են գալի քո մեջ, էլ ապրելդ չի գալիս։ Ուշադիր եղիր ինչ ես լսում սիրելիս։ Ամեն։ Եթե դու հավատքի խոսքեր ես լսում, քո հավատքը կբարձրանա, քո միտքը կփոխվի։ Եթե դու բարձրացնող խոսքեր ես լսում, դու էլ կսկսես բարձրացնել ուրիշներին։ Եթե դու չարախոսության խոսքեր ես լսում, դու էլ կսկսես չար բաների մասին մտածել։ Այդպես է թե չէ։ Ում հետ ես ընկեր։ Գիտեք, որ կան շնչավոր հավատացյալներ եւ կան հոգեվոր հավատացյալներ։ Երբեմն մտածում ենք, որ հավատացյալի հետ ընկեր լինելը արդեն լավ է։ Միշտ չի, որ տենց է։ Միգուցե զարմանալի է քո համար, բայց միշտ չի, որ տենց է։ Եթե դու ընկեր ես չնորոգված մտքով հավատացյալի հետ, այսինքն շնչավոր ու մարմնավոր, մեծ բան չես սովորելու։ Մեծ փոփոխություններ չի լինի քո կյանքի մեջ։ Ընկերացի հոգևոր հավատացյալների հետ, շփվի հոգևոր հավատացյալների հետ։ Ամեն։
որպեսզի դու աճես, որպեսզի դու մեծանաս, որպեսզի քո միտքը սկսի նորոգվել։ Եվ վերջին բանն եմ ասում ու աղոթենք միասին։ Հակոբոս 4:8 եկեք բացենք։ Հակոբոս 4:8 Մոտեցեք Աստծուն եւ նա կմոտենա ձեզ, սրբեք ձեր ձեռքերով մեղավորներ 7-րդ խոսքը կներեք, արդ հնազանդեք Աստծուն, հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Մոտեցեք Աստծուն եւ հակառակ կացեք սատանային, հակառակ կացեք եւ նա կփախչի ձեզանից։ Գիտես, շատ կարևոր մի բան կա մտքի նորոգության մեջ, որ հանդուրժող չլինես փոքր բաներին։ Երբեմն մենք կարող ենք փոքր բաներին հանդուրժող լինել։ Ու մեր մեջ ասել, հա դե լավ, էսի ոչինչ, էսի հեչ, հա ստից բանա, փոքր բանա։ Ոչ սիրելիս։ Սատանան երբեք մեծ բաներով չի գա քո առաջ։ Երբեք մեծ սխալներով չի գա, երբեք մեծ մեղքերով չի գա, երբեք քեզ քո համար շոկային ինչ-որ բաներով չի գա, ամեն բան սկսում է փոքրից։ Երկերկոցն ասում է փոքր աղվեսները ավերում են այգիները, փոքր աղվեսներն են այգիները ավիրում, այգիները կրծում։ Հանդուրժող մի եղիր փոքր աղվեսներին, կտրուկ եղիր, փակ եղիր, մի ընդունիր, փոքր աղվեսները, ցանկացած փոքր բան ունի մեծանալու պոտենցիալ, հատկություն իրա մեջ։ Երբ որ դու փոքրին համաձայնվում ես, ինչ որ ժամանակ հետո դու տեսնում ես, որ այդ փոքրը մեծացել է արդեն։ Եվ դրա հետ պայքարելը ավելի դժվար է։ Դրան հաղթահարելը ավելի բարդ է։ Դրա համար Աստծո խոսքը ասում է հակառակ կացեք սատանային եւ նա կփախչի ձեզանից։ Հակառակ կացեք եւ նա կփախչի ձեզանից։ Հենց սկզբից սիրելիս հակառակվի, հենց փոքր բանից միանգամից արմատախիլ արա, հանի շպրտի եւ դուրդ փակի եւ նա կփախչի։ Մի եղիր հանդուրժող փոքր բաներին, որտեվ փոքր բաները, երբ որ Հիսուսը հիշում եք ինչ էր ասում էր, երբ որ դևը վերադառնում է, տեսնում է մաքուր, սկզբից մեկն է գալիս, սկզբից 7 հոգով չեն գալիս, սկզբից ասում է մեկն է գալիս, բայց հետո, երբ որ տեսնում է բաց դուռ կա, գնում են իր ամբողջ կամանդին հետը բերում է։ Գիտես, սատանան մեծ բաներով երբեք չի սկսում, փոքրից է սկսում։ Փակիր դուռդ փոքր բաներին։ Շատ տարիներ առաջ էր, ես մի անգամ Աստված ինձ երազ ցույց տվեց։ Երազիս մեջ տան դուռը բաց էր եւ այդտեղից մի հատ կռիս մտավ ներս։ Երբ որ արթնացա, Սուրբ Հոգին ասեց, թե դա ինչ է։ Դուռ, որ մի փոքր բաց էր իմ կյանքում։ Եվ այդտեղից սխալ բան պետք է մտներ։ Հանդուրժող մի եղիր փոքր բաներին։ Ամեն, եկեք կանգնենք ոտքի։ Հալելույա։ 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 Սիրելիս, մտածիր մտքի նորոգության մասին։ Աշխատանք տար, բաց եղիր, ձգտիր դրան։ Պողոսն ասում է դուք նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ։ Մտքի նորոգությունը ինքստինքյան չի գալիս։ Հա, դու պետքա բաց լինես, դու պետքա ուզենաս, դու պետքա ձգտես, դու պետքա ինչ-որ բաներից հրաժարվես, ինչ-որ որոշումներ կայացնես, ինչ-որ բաների ձգտես ավելի, հա, ջանք անես, սա
Քո աշխատանքն է, ամեն մեկիս աշխատանքն է։ Դրա համար մենք երբեմն տեսնում ենք նույն մարդիկ, օրինակ 2 հոգի, որ նույն ժամանակում ապաշխարել են, նույն եկեղեցում, նույն քարոզները, նույն ամեն ինչը տեսել են, մեկին տեսնում ես, որ գիտես, աճում է, փոխվում է, նորոգվում է, հասունանում է, մեկին տեսնում ես, որ նույնը մնացել է համարյա։ Ինչու՞մն է բանը, որտև այս մեկը բաց եղավ, որոշեց, ձգտեց, քայլեր արեց, հա, որոշումներ կայացրեց առաջ գնալու, աճելու, նորոգվելու, միտքը փոփոխելու։ Եկեք լինենք այս մարդկանց նման։ Հա, եկեք լինենք սենց մարդիկ, որոնք որ ձգտում են։ Շատ ժամանակ մենք ասում ենք Տեր իմ Աստված, որն է քո կամքը, այս ինչ կամ այն ինչ բանի մեջ։ Եթե քանի դեռ միտքդ նորոգված չի, Աստծո կամքը չես կարա ճանաչես։ Աստծո կամքը չես կարա ընկալես։ Հիշում եք Հիսուսը աշակերտներին ասում էր դեռ շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց չեք ընկալի, չեք հասկանա։ Հետո կգա ժամանակ կիմանաք, կասվի ձեզ։ Այո, երբեմն Աստված, որ ուզենա էլ իր կամքը ասի, քո համար անընկալելի է լինելու, անհասկանալի է լինելու, որտեղ միտքդ նորոգված չի։ Շատ ժամանակ Աստված օրհնություններ ունի, սիրելիս, օրհնության բաժիններ ունի մեր համար, մեր կյանքերի մեջ, բայց մտքի չնորոգված լինելու պատճառով մենք չենք կարողանում ընդունել, վերցնել, տեսնել։ Իսրայելի ժողովուրդը 40 տարի Եգիպտոսից դուրս էր եկել, բայց դուրս էր եկել, հա, աշխարհից դուրս էր եկել, ծովով անցել էր, ջրով մկրտվել էր, կրակի ամպիսյունը, Սուրբ Հոգու ներկայությունը, ամեն բան կարծես տեղում էր, բայց միտքը նրանց նորոգված չէր, միտքը հին էր, միտքը Եգիպտոսի մտածելակերպն էր։ Դրա համար շատ օրհնությունների կողքով անցան ու չընդունեցին։ Հալելույա։ Սիրելի Հայր, փառք ենք տալիս քեզ, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք այն նոր մտքի համար, որ դու բերել ես մեր մեջ եւ ուզում ես այդ միտքը մեր ավելիով թարմացնես ու նորոգես Տեր։ Դու խոստացար Տեր իմ Աստված քո մարգարեներին Երեմիային, Եզեկիելի բերանով ասցիր, որ կգա ժամանակ, որ ես նոր ուխտ կանեմ, նոր հոգի եւ նոր միտք կդնեմ նրանց մեջ։ Տեր, մենք աղոթում ենք, որպեսզի ամեն մեկիս միտքը նորոգված լինի, Տեր։ Այն բաները, Տեր, որ մենք դեռ քաշ ենք տալիս մեր անցյալից, մեր սխալ Տեր իմ Աստված մտածելակերպը, գաղափարները, սխալ հավատքները Տեր իմ Աստված, ես աղոթում եմ, որպեսզի դու արմատախիլ անես, ես աղոթում եմ, որ ամեն մեկին Տեր լուսավորես, բացահայտես Տեր, որպեսզի ամեն մեկը Տեր ձգտի մտքի նորոգությանը, Տեր թող գա մտքի նորոգությունը եկեղեցու մեջ, քո ժողովրդի մեջ։ Մենք չենք ուզում լինել Իսրայելի ժողովրդի նման, որ 40 տարի պտտվեցին եւ այդպես էլ չմտան քո ծրագրերի ու քո խորհուրդների ու քո կամքի մեջ, Տեր։ Մենք ուզում ենք լինել ժողովուրդ, որ նորոգված է մտքով, որ հասկանում է քո սիրտը, հասկանում է քո կամքը, հասկանում է քո ճանապարհները, որ հետևում է Քրիստոսին, որ նմանվում է Քրիստոսին, Տեր։ Մենք ուզում ենք վայելել այն կյանքը, որ դու մեր համար պատրաստել ես։ Մենք չենք ուզում բեռ լինի, ծանրություն լինի, հառաչանք լինի դա մեր համար։ Մենք ուզում ենք օրհնություն, ուրախություն եւ ցնծություն լինի, Տեր։ Այն կյանքը, որ դու պատրաստել ես մեզ համար, այն լույսը, որ դու մեզ տվել ես, Տեր, դուր որ դրա քաղցրությունը ու հաճույքը ամեն մեկը վայելի ու վերապրի, Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, թող քանդվեն այսօր ամեն բերթեր, ամեն ամրոցներ, ամեն սխալ խորհուրդներ քո ժողովրդից, քո զավակներից, նրանց սրտերից եւ նրանց մտքերից, այն ամենը ինչ որ սատանան կառուցել է, ինչ ձևերով որ լինի, ինչ մեթոդներով որ լինի, ինչ ճանապարհներով որ դա եղել է, Տեր իմ Աստված, թող քանդված լինի Հիսուսի զորավոր անունով, թող գա մտքի նորոգությունը, թող Տեր իմ Աստված նոր միտք Տեր,
բարձրանա ամեն մեկի մեջ միտք, որ լուսավորված է քեզանով, որ մտածում է քո պես, որ տեսնում է քո պես, ինչպես որ քո խոսքն ասում, մենք Քրիստոսի միտքը ունենք, Տեր դուր ամեն մեկիս Քրիստոսի միտքը ունենալու մեր մեջ, Հիսուսի զորավոր անունով, ամեն բերդեր, ամեն խորհուրդներ, որոնք որ ավիրում են Տեր, որոնք որ բարդացնում են, որոնք որ ապականում ու փչացնում են քո ժողովրդի կյանքը, թող արմատախիլ լինի Հիսուս Քրիստոսի անունով։ Հալելույա։ 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 Շնորհակալ ենք Հայր։ Շնորհակալ ենք Հայր։ Փառք ենք տալիս քեզ, օրհնում ենք քեզ։ Մեծարում ենք սուրբ պատվական անունդ Տեր։ Հալելույա Տեր, հալելույա։ 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 Թող ամեն խավար լուսավորվի քո ներկայությունով Տեր։ Թող ամեն խավարած միտք լուսավորվի հիմա քո ներկայությունով։ Թող քո լույսը իջնի Տեր։ Թող քո լույսը իջնի Տեր։ Թող քո ճշմարտությունը գա եւ ամեն կապանքներ արձակվեն Տեր։ Հիսուսի զորավոր անունով ամեն գերություն թող Հիսուսի անունով արձակվի հիմա մտքերի մեջ ամեն գերություն թող արձակվի հիմա ամեն կպչուն մտքեր թող հիմա Հիսուսի անունով բաց թողնեն Հիսուս Քրիստոսի անունով թող գա քո նորոգությունը Տեր քո ժողովրդի մտքի մեջ թող գա նորոգության հոգին Հայր Հալելույա Տեր շնորհակալություն 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 սիրելիս վերցրու հիմա ընդունի Տիրոջից Սուրբ Հոգու նորոգությունը քո մտքի մեջ այն միտքը որ քեզ ճնշում է այն միտքը որ քեզ խանգարում է այն միտքը որ հանգիստ չի տալիս քեզ այն միտքը որ իշխում է քո վրա որը որ Աստծուց չի որը որ Տիրոջ հոգուց չի որը դիվային է թող Հիսուսի անունով բաց թողնի քեզ թող Հիսուսի անունով բաց թողնի քեզ թող Հիսուսի զորավոր անունով բաց թողնի քեզ Հալելույա Տեր շնորհակալ ենք Հայր շնորհակալ ենք Հայր շնորհակալ ենք Հայր քո ազատության համար քո նորոգության համար շնորհակալ ենք Հայր փառքը ու պատիվը քեզ լինի Տեր Հիսուսի սուրբ ու պատվական անունով ամեն ամեն Հալելույա Տերը թող օրհնի քեզ Աստված թող զորացնի որ հաղթական ու նորոգված մտքով շաբաթ ունենաս ամեն ուշադիր եղիր ինչ ես լսում ինչ ես նայում ինչ ես մտածում եւ ընդունիր քո մեջ Տիրոջ միտքը Հալելույա Տերը օրհնի ամեն մեկի